Ինչով էի զբաղված նոր։ Հիմա ինչ ես անում։ Հիմա հրեշտակ է սարքում։ Հա, հրեշտակ։ Այս Վայծն է, գրտնակներ որոշեցինք անել, երբ մի անգամ ես մորս օգնելու համար որոշեցի ես են սովորական գրտնակով գրտնակ անել, ու տեսա ինչքան դժվար է, ասեցի լավ դուք այս գործիքներ կունենաք, որտեղ իրականում շատ դժվար գործ է։ Այստեղ էս գրտնակը շատ կարևոր է, որ մեջը օդի բաներ չմնա, չէ՞, ուզիրներ։ Դասեր էլ կուտակ ու այո, ինքը աշակերտներ ունի, իր աշակերտները տարբեր բնակավայրերից են գալիս, տարբեր տարիքի երեխեք են, եւ Գյումրիից կան եկող երեխեք, եւ Գյումրիից կան, ու պատկերացրեք Գյումրիից ավելի շատ են գալիս։ Ժողովրդին որպեսզի պարզեն իրիկ վճարովի դասընթացներ են, թե ինքը որպես վճարովի դասընթացներ են, բացի հատուկ կարիքներով երեխեքից, որովհետև այդ երեխեքի հետ ինքը աշխատում է անվճար։ Այդ երեխեքը չեն վճարում իրան, ու ունի հատուկ կարիքներով երեխեք, ովքեր գալիս են, ովքեր հիմի ներսում էլ կտեսնեք իրենց գործերը, ովքեր չէին կարողանում ինչ-որ բան անել ու հիմա արդեն պրոդուկտ են ստացել, նույնիսկ այս վերջերս երեխեքից մեկի աշխատանքը վաճառվեց Ֆրանսիա գնաց։ Թեև վաճառքի հանած չեն այդ գործերը, բայց այդ մեր հյուրը շատ խնդրեց, որ ունենա այդ գործը իր հետ տանի։